տեսակն ուրեմն խաղողը շատ քաղցրահամ միրգ է, նա պարունակում է գլյուկոզա, վիտամին C, խաղողը Հայաստանի ամենահամեղ մրգերից մեկն է, պարունակում է վիտամիններ, շատ և գլյուկոզա, ինչը օրգանիզմի շատ անհրաժեշտ է, մեր ընտանիքով խաղողը շատ ենք սիրում։ Մենք խաղող շատ ենք սիրում, որովհետև խաղողից պատրաստում են ամենահամեղ խմիչքը գինի։ Գիտնականները մինչ այժմ գիտում են այդ հարցի շուրջ, թե որն է խաղողի իսկական հայրենիքը, բայց գիտնականները Էրեբունի մայրաքաղաքում պեղումներ կատարելու ժամանակ հայտնաբերել են մառաններ և գինու կարասներ։ Այսպիսով մտածել են և պատկերացրել են, որ առաջի անգամ նույն է տնկել Արարատյան դաշտավայրում գինու վարումը, խաղողի վարումը։ Խաղողի տեսակներն շատ են, կարող են առանձնացնել արենին, խիքխածին, սևանի, երևանյան և ուրիշ այլ տեսակներ։ Խաղողից պատրաստում են խաղողի վարվերը աճում են Արարատյան դաշտավայրերում, Էջնածնում, Եղեգնաձորում և տարբեր այլ վայրերում։ Խաղողի վարվը շատ է սիրում արև և լույս, ջուր, ծաղիկները բաց կանաչավուն են և աննկատելի, նրանք թփերը օգտագործում են տնային պայմաններում, տորմա պատրաստելու համար, իսկ տեսակները… Խաղողի տեսականիներ ունենք բազում, բայց լավագույն խաղողի տեսականիները գիտենք, որ աճում են մեր Արարատյան դաշտավայրում, մեր տարածաշրջանի լավ տեսականներից քիշմիշն է, կարմիր սև, դեղին, սևը շատ սակավաթիվ է դարձել, անգամ շուկայում չկա հիմա, իգան պտուկը, դանցքի պայչիկի, հետո ամենալավ տեսականին Հայաստան սորտն է, որի տերևն ենք օգտագործում, ձմռանը փակում են, վաճառում են, որպես լավագույն տերևների դասին է պատկանում, տորմա փաթաթելու համար մեր հայկական սովորության համաձայն։ Ունենք խաղողի այնպիսի տեսականիներ, որոնք որ չի կիրառվում, շատ չենք օգտագործում սննդի ցանկում, այլ օգտագործում է գինեգործության մեջ։ Դա գառան դմակն է, կարմիր մեր գինին, լավագույն իսկ առաջներում խարճին ամենահագի խաղողն է եղել։ Սեղանի խաղողը համարվել